Մենք շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, իսկ Դոնալդ Թրամփը շարունակում է անել իր բավականին հետաքրքիր հայտարարությունները, որը ժամանակին, երբ որ Թրամփը երկրորդ անգամ հայտնվեց Սպիտակ ծան օվալաձև կաբինետում, գրասենյակում շատերը լուրջ չէին ընդունում, օրինակ Գրենլանդիայի մասին։ Բայց մենք տեսանք, որ եղան մի քանի բավականին լուրջ քայլեր, որ Թրամփը շարունակում է մեծ հաշվով ընդլայնել ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ տվյալ դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դեպի արևելք, դեպի արևմուտք բոլոր հնարավոր ուղղություններով եւ հիմա կարծես թե որոշել է ընդլայնել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունը դեպի հյուսիս։ Սա ինչ խոսք շատ կարևոր ռազմավարություն է, սա լուրջ ռազմավարություն է, ես այդպես եմ կարծում, որը ունի իր որպես իր վերջնական նպատակ, իդեպ ելակետային նպատակ Չինաստանի հետ նոր որակի հարաբերությունները, որտեղ թելադրողը լինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ անձամբ Դոնալդ Թրամփը։ Ինչ խոսք, սա ուղղակի այն վարկածներից մեկն է, որը մենք կարող ենք այսօր վերլուծել, որի մասին մենք այսօր կարող ենք խոսել, կան նաև այլ վարկածներ, եւ ես հուսով եմ, որ այսօր իմ հյուրը կկիսվի նաև իր վարկածներով, դա Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն է, բարև ձեզ, պարոն Բաբաջանյան։ Պարոն Բաբաջանյան, այսօրվա Թրամփի ռազմավարությունը, գեոստրատեգիան, դեպի որտեղ է տանում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ իրականում ինչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը, որպեսզի փորձի տեղավորվել այդ լուրջ աշխարհաքաղաքական նոր դրսևորումների շրջանակներում։ Դե մենք տարեսկզբից ականատես ենք մի շարք աննախադեպ իրադարձությունների, Վենեսուելա, գիտեք Սիրիայում եւս լրջագույն զարգացումներ են, Մերձավոր Արևելքում Իրանում եւս խմորումներ են, որոնց վերջը չի երևում։ Գրենլանդիայից բացի վերջերս կարևոր հայտարարություններ արվեցին Կուբայի վերաբերյալ, առաջիկա օրերին Մեքսիկայի Կուբան չի կարողանալու դիմանալ, որովհետև ամբողջությամբ կախված էր վենեսուելական նավթից եւ Վենեսուելան էր ըստ էության վճարում Կուբայի գոյության համար, դրա դիմաց Կուբան ապահովում էր Մադուրոյի անվտանգությունը, մի ամբողջ զորք էր նրա անվտանգության համար պատասխանատու։ Ինչ այդքան էլ լավ չստացվեց իրենց մոտ, ինչպես տեսնում ենք, ժամ ու կես։ Դե Միացյալ Նահանգները ըստ էության կարևոր մի շրջափուլ են մեկնարկել, թույլ չեն տալիս, որպեսզի աշխարհակարգը փլուզվի այլոց կանոններով, իրենք են փլուզում։ Միացյալ Նահանգները եւ Միացյալ Նահանգների նախագահն ասում է, ինձ միջազգային իրավունք պետք չէ։ Եվ ընդհանրապես կարելի է համոզված ասել, որ միջազգային իրավունքը գերտերությունների համար շատ ավելի կաշկանդող, շատ ավելի սահմանափակող իրողություն է, քան մեծ նման կոմպակտ երկրների դեպքում է։ Միջազգային իրավունքը եւ միջազգային կազմակերպությունները փոքր երկրներին հնարավորություն են տալիս կենսունակ մնալ, գործունակ մնալ եւ այդտեղ իհարկե կարևոր դերակատարներ են մեծ տերությունները, որոնք երաշխավորում են փոքրերի գոյության իրավունքը։ Մենք շատ վատ դաս ունենք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, թե Հայաստանը որտեղ է իրեն տեսնում։ Այդ իմաստով Եվրոպական միության անդամակցելու հեռանկարը Հայաստանին եւ Հայաստանի նման փոքր երկրներին հնարավորություն է տալիս իրավունքի ուժի վրա հիմնվելով ապահովել իր հարատեվությունը, որովհետև մնացած բոլոր միությունները ցույց են տվել, որ ուժի իրավունքի վրա հիմնված լինելով ուղղակի փոքր երկրներին դիմանալու եւ գոյակցելու, խաղաղ գոյակցելու շանս չի տրվում։ Սա է նաև մեր հիմնական նպատակը եղել ի սկզբանե Եվրոպական միությանն անդամակցելու, որտեղ այնտեղ փոքր երկրները որևէ խնդիր չունեն մեծերի հետ հավասար իրավունք ունենալ եւ իրենց կենսունակությունը եւ իրենց ինքնիշխանությունը ապահովել։ Ինչ վերաբերում է այս նոր խմորումներին, գիտեք, մենք կարծես նպատակադրվել ենք ավելի արտաքին քաղաքական հարցեր շոշափել, բայց չկա արտաքին քաղաքականություն, եթե երկրի ներսում չկան այդ արտաքին քաղաքականությունը առաջ մղելու համար նպաստավոր պայմաններ։ Եվ այն ինչ որ տեղի ունեցավ Վենեսուելայում մեծապես
արտաքին քաղաքական հարց չէր, եթե երկրի ներսում լիներ համապատասխան լեգիտիմ իշխանություն եւ Մադուրոն իրապես վայելեր վենեսուելացիների համակրանքը, քաղաքական աջակցությունը, երբեք այնինչ տեղի ունեցավ, չէր կարող տեղի ունենալ եւ Ռուբիոյի գնահատականները ամբողջությամբ ճիշտ են։ Մադուրոն չի ընտրվել Վենեսուելայի նախագահ, մի քանի անգամ վերարտադրվել է պարզապես կեղծիքներով, ունենալով հովանավորությունը 3 պետությունների՝ Չինաստան, Ռուսաստան, Կուբա։ Հիմնականում սրանք են եղել իր լեգիտիմության փոխարեն այն պետությունները, որոնք ապահովել են Մադուրոյի իշխանության երկարակեցությունը եւ արդյունքը տեսանք 1.5 ժամվա ընթացքում արտաքին այսպես ռազմական միջամտություն, որի արդյունքում սեփական ննջարանից երկրի այսպես կոչված նախագահը տեղափոխվում է ամբաստանյալի կարգավիճակով Միացյալ Նահանգների Նյու Յորքի բանտ։ Սա է պետության կենսունակության, պետության լեգիտիմության, պետության ներքին ամրության ամենակարևոր պաշարը ժողովրդավարություն։ Ինչի հարգը, ինչի կարևորությունը մեր դեպքում շատ այսպես քաղաքական կամ պսևդո կվազի քաղաքական շրջանակների կողմից դեվալվացվում է եւ դա մեծապես իմ համոզմամբ հավասարազոր է ընդհանրապես ժողովրդավարության դեմ խոսելը, հավասարազոր է խոսել հայկական պետականության դեմ։ Տեսեք, մենք հավաքական կերպով ինչպես ենք արձագանքում Սալավյովին։ Ես շատ չէի ուզենա կանգ առնել, բայց մենք տեսնում ենք ինքնիշխանության վերաբերյալ այսպես հավաքական կոնսենսուս եւ իշխանության տարբեր ընդդիմադիր հատվածների շատ ներդաշնակ վերաբերմունք Սոլովյովի այս հայտարարությանը, որը ի դեպ ավելի շատ խոսում է Ռուսաստանի թուլության մասին, քան իրական հնարավորությունների, որտեղ Վենեսուելայում, Սիրիայում, առաջիկայում Կուբայում, առաջիկայում Իրանում իր կորուստները Ռուսաստանը փորձում է բարձրաձայն խոսել ներքին սպառման համար գոնե պահելու այն ազդեցության գոտիները, որտեղ այս կամ այն կերպ Ռուսաստանը ներկայացված է։ Իսկ Հայաստանում Ռուսաստանի ահռելի ներկայություն կա, իդեպ այդ հեռուստաալիքը, որի գլխավոր պրոպագանդիստն է այս անձը, եւ ինքը շարքային պրոպագանդիստ չի, ինքը նաեւ ռուսական ֆաշիզմը արդարացնող գլխավոր այսպես դեմքն է ռուսական պետական հեռուստաընկերությունը, այդ հեռուստաընկերությունը շարունակում է հայկական հանրային մուլտիպլեքսում հեռարձակվել։ Ու անկախ նրանից Սալավյովը հեռարձակվում է Հայաստանի տարածքում թե ոչ, Սալավյովի մտքերը շարունակում են Հայաստանից դուրս այլ երկրներում հեռարձակվել եւ մենք չենք կարող անպատասխան թողնել Սալավյովի հայտարարությունները եւ կարծում եմ, որ Հայաստանի հանրության, Հայաստանի ժողովրդավարական հանգամանքը թույլ է տալիս, որպեսզի մենք օրինակ պահանջենք, որպեսզի Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանին հրավիրի քաղաքական գերատեսչություն եւ ասի, որ ռազմական հատուկ օպերացիա իրականացնելու վերաբերյալ այս անձի զառանցանքը Հայաստանի համար թշնամական ուղերձ է։ Դրան պիտի հաջորդեն նաև այլ գործողություններ, իմ համոզմամբ մենք պիտի արագ կարողանանք ուշադրության դիտակետում պահել ռուսական ռազմաբազան Գյումրիում, թե ինչով են իրենք զբաղված այս առաջիկայում, որտեղ ակնհայտ է, որ այդ ռազմաբազան արտաքին սպառնալիք չի չեզոքացնում Հայաստանի համար, բայց որևէ կասկած չկա, որ ներքին սպառնալիք կարող է մի օր ստեղծել։ Իսկ հատուկ ռազմական գործողության համար այդ ռազմական բազան կարող է շատ հարմար օբյեկտ
ծառայել։ Երկրորդ կարծում եմ, որ ընդհանրապես օդային թռիչքների համար ռուսական ուղղաթիռների Հայաստանի տարածքում ուղղակի պետք է կտրականապես արգելել եւ դրանք բացառապես Հայաստանի պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված այդ թռիչքները կազմակերպել։ Ոչ միայն ուրեմն ռուսական ռազմաբազան նաև Էրեբունի օդանավակայանը պետք է լինի հատուկ ուրեմն հսկողության տակ Հայաստանի իշխանությունների կողմից։ Վերջապես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի հայ-թուրքական սահմանից եւ հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահներին աստիճանաբար փուլ առ փուլ դուրս բերելու հարցը որպես հրամայական մենք սկսենք քննարկել եւ մեր կարողություններով կարողանանք ուրեմն համալրել այդ ծառայության իրականացումը պատշաճ կազմակերպել։ Սրանք հարցեր են, որոնք առնչվում են այն տուրբուլենտ իրողություններին, որոնց մենք շատ արագ պետք է արձագանքենք, որովհետև կրկին ու կրկին մեր ներքին դիմակայունության եւ ներքին դիմադրողունակությունն է պայմանավորում արտաքին այս զարգացումների վերաբերյալ մեր դիրքավորումը։ Իրան, Սիրիա, հնարավոր խմորումներ, որոնց հնարավոր զարգացումները դեռևս մենք չենք էլ կարող պատկերացնել։ Իրանը արդյոք նույն սահմաններով կկարողանա հարատևել թե ոչ։ Այդ զարգացումները մեզ անմիջական ինչ մարտահրավերների եւ ինչ սպառնալիքների արժեվ կկանգնեցնեն։ Եվս կախված է նրանից, թե մենք ներքին իմաստով որքան դիմադրողունակ կլինենք։ Այս համատեքստում չափազանց կարևոր եմ համարում հատկապես օգոստոսի 8-ի համաձայնությունները։ Պատկերացրեք, եթե այս բոլոր զարգացումները մեր շուրջ տեղի ունենային եւ մենք օրինակ օգոստոսի 8-ի փաստաթուղթը ձեռքի տակ չունենային։ Մի բան, որ մեզ այսօր հնարավորություն է տալիս ոչ թե խոսել թե հնարավոր էսկալացիան որ սահմանային հատվածից կարող է սկիզբ առնել, այլ առևտուր անելու մասին ենք խոսում Ադրբեջանի հետ։ Եվ դա եւս հնարավոր է եղել Միացյալ Նահանգների նման խոշոր տերության միջնորդությամբ։ Ու այս իմաստով շատ պիտի ուզեի, որպեսզի քաղաքական ուժերի շրջանում մենք այսպես վերջապես խելքներս գլուխներս հավաքեինք եւ հասկանայինք օգոստոսի 8-ի կարևորությունը եւ Աստված մի արասցե, եթե այդ փաստաթուղթը չլիներ, դրա փոխարեն նոյեմբերի 9-ը մեզ ուր արդեն հասցրած կլիներ։ Հենց ներկա պայմաններում, որովհետեւ մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների համակ ուշադրություն մենք այսօր չենք կարող ունենալ, Իրանը զբաղված է չափազանց այլ հարցերով եւ սա մեր հակառակորդների համար կարող է շատ պատեհ պատուհան լինել Հայաստանի նկատմամբ ուժ գործադրելու եւ սեփական ծրագրերը իրականացնելու մի հատ այսպիսի փորձ անել։ Հիմա մենք բոլորովին այլ իրականության առաջ ենք եւ այլ օրակարգերով ենք շարժվում եւ իհարկե Ռուսաստանը, որը ոչ պակաս հակառակորդ է, ատամներ է ցույց տալիս, որոնք կոտրված են արդեն տարբեր իր ազդեցության գոտիներում, բայց իհարկե դեռևս ունի կարողություն եւ այդ կարողությունը մեծապես նրա քաղաքական այն շրջանակներն են, որոնք սպասարկում են ռուսական քաղաքականությունը եւ ռուսական շահը մեր երկրում, նրանց ընդհանրապես օրակարգում հայկական շահի մասին ոչ մի հիշատակում չկա եւ իհարկե ռուսական ռազմական ներկայությունը եւ Հայաստանի շարունակվող անդամակցությունը ՀԱՊԿ-ին, շարունակվող անդամակցությունը ԱՊՀ-ին, շարունակվող անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, սրանք չափազանց մեծ սպառնալիքներ են, որոնք ավելի ու ավելի ծանրացնում են մեր վիճակը, որտեղ մենք տեսնում ենք նաեւ, որ Միացյալ Նահանգները, տեսեք, նոր փաթեթ է գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ դա ահռելի ձևով անդրադառնալու է նաեւ Եվրասիական տնտեսական միության վրա եւ մենք անուղղակի այդ
բերի այդ սանկցիաների արդյունքում առաջացած բերի եւ դժվարությունների կրողն ենք շարունակում մնալ այդ միության օգեգեն պետքա ընդհանրապես մեզ համար մեր պետության համար հաշվարկել ժամանակին մեզ այնտեղ խցկել են անվտանգության ապահովման նկատառումներով դրանից հետո մենք միայն սպառնալիքներ ենք տեսել եւ ահռելի կորուստներ հիմա դրանից հետո շարունակել մնալ այդ տնտեսական միության մեջ որտեղ մեզ ուղակի սպառնալիքների լեզվով են պահում, ասում են, եթե հապկից դուրս գաք, պիտի դուրս գաք նաև Եվրասիական տնտեսական միությունից, ինձ համար անհասկանալի է, որ մենք դերևս սեղանի վրա չունենք DCFTA-ի շուրջ բանակցություններ մեկնարկելու ճանապարհային քարտեզ, օրացուցային հստակ ամսաթվեր, մինչդեռ մեզ Հայաստանի արտգործնախարարը ընդամենը 2 ամիս առաջ խոստանում էր մինչև տարեվերջ կամ տարվա առաջին ուրեմն շաբաթներին, ամիսներին Եվրոպական միության անդամակցության հայտի ուրեմն ներկայացում որ մենք կարողանանք անդամակցության շուրջ ուրեմն բանակցություններ մեկնարկել։ Իհարկե առաջիկայում կարծում եմ այնպիսի զարգացումներ են մեզ սպասվում, որոնք այս կամ այն կերպ նաև նախանշելու են Հայաստանի անդամակցության հեռանկարը Եվրոպական միությանը, ես նկատի ունեմ մայիսին սպասվող կարևոր միջոցառումը Եվրոպական համայնքի գագաթնաժողովը եւ հատկապես Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որ առաջին անգամ պիտի տեղի ունենա մայրաքաղաք Երևանում, սրանք պատմական եւ ճակատագրական արժեք եւ կարեւորություն են ունենալու Հայաստանի ապագայի համար, շատ կարեւոր է որպեսզի մենք այս բոլոր օրակարգերի շուրջ ներսում ունենանք համախոհ քաղաքական ուժերի այսպես մեծ թիկունքային ապահովում կարողանանք ստեղծել, որովհետև ոչ օգոստոսի 8-ի համաձայնությունները, ոչ Եվրամիության անդամակցության հեռանկարը չի կարող կախված լինել մի քաղաքական ուժի կամքից եւ առհասարակ մի քաղաքական ուժից։ Սրանք լայն համահայկական օրակարգային հարցեր են եւ դրանց շուրջ պիտի լինի լայն քաղաքական կոնսոլիդացիա եւ չափազանց կարեւոր է որ այդտեղ լինեն եւ իշխանամետ եւ ընդդիմադիր ուժեր եւ դրանք լինեն ազգային ժողովում եւ մենք քննարկենք ոչ թե օգոստոսի 8 թե նոյեմբերի 9 այլ միայն օգոստոսի 8 դրա որակյալ իրագործման դրա արագության հարցերը եւ իշխանության հաշվետվողականություն պահանջենք, քայլերի հերթականություն կարողանանք պահանջել, որովհետեւ մենք չենք կարող քննարկել Հայաստանի կործանում թե Հայաստանի հարատևություն, որտեվ ինձ համար նոյեմբերի 9-ը Հայաստանի կործանմանը հավասարազոր օրինակ օրակարգային փաստաթուղթ է, որը իդեպ անձամբ Պուտինն է հեղինակել։ Դրանից առաջ եւ դրանից հետո տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք ռետրոսպեկտիվ մեզ բերել ապացուցել են, որ Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ օպերացիա են իրականացնում Հայաստանի պետականությունը կազմաքանդելու ուղղությամբ։ Դրանից հետո էլ ինչ ապացույց է պետք, որ մենք հասկանանք, որ Ռուսաստանը չի կարող լինել մեր դաշնակիցը եւ նրա հետ մենք չենք կարող գտնվել միևնույն ռազմաքաղաքական դաշինքում, որտեվ այդ պետության պատկերացումների մեջ Հայաստան պետություն որպես այդպիսին գոյություն չունի, գոյություն ունի ուղղակի ազդեցության տարածք։ Մի պետություն, որը օրինակ չի տարբերվում Բելարուսից, որտեղ օրինակ Ռուսաստանը առանց նույնիսկ նրանց հարցնելու արեշնիկ զինատեսակ է տեղակայել եւ սպառնում է իր անմիջական հարևաններին կամ Եվրամիության երկրներին։ Պարոն Բաբաջանյան, տեսեք, դուք նշում եք Եվրոպան, Եվրամիությունը, այդ ուժի իրավունքը եվրոպական, որպես Հայաստանի հետագա հարատևման գոյության երաշխիքներից մեկը։ Հիմա ձեր քաղաքական անդիմախոսները այսպես կպատասխանեին ձեզ, նրանք ասեին, տեսեք, Դանիան Եվրամիության անդամ երկիր է, իսկ ԱՄՆ-ն փաստացի Դանիայից Գրենլանդիան է պահանջում։
Եվ սա է Եվրամիությունը, որը իրականում ուժ չունի, որը ռազմական գործոն չէ, ինչպես է պաշտպանելու փրկելու Հայաստանը։ Խնդրեմ։ Ասեմ, որ այս պահին ՆԱՏՕ-ի գոյության շուրջ բավական լուրջ զարգացումներ են եւ ընդհանրապես եթե Գրենլանդիան գրավելու կամ ռազմական ճանապարհով գրավելու որևէ փորձ արվի, ընդհանրապես դրանից հետո կարելի է խոսել, որ ՆԱՏՕ-ն այլևս գոյություն չունի եւ չի բացառվում, որ Միացյալ Նահանգների պլանների մեջ մտնում է նաեւ ՆԱՏՕ-ի կազմաքանդումը։ Եվ մենք խոսում ենք միջազգային կարգի կազմաքանդման մասին, որի ականատեսն ենք մենք բոլորս, բայց նաեւ հասկանում ենք, որ նոր աշխարհակարգը, որը կարող է տասնամյակներ տևել, չափազանց կարևոր է, որպեսզի մենք ներքին այնքան դիմադրողունակություն ունենանք, որ դիմանանք այդ մի քանի տասնամյակները, որտեղ հաստատապես կարող եմ ասել, որ նոր աշխարհակարգի հաստատումից հետո շատ փոքր պետություններ կարող է ուղղակի այլևս գոյություն չունենան։ Եվ պատմությունը դրա ապացույցն է։ Այստեղ կարևոր է, թե մենք ներքնապես որքան դիմադրողունակ կլինենք։ Իհարկե, հարցեր են, որոնք վերաբերում են եւ Եվրամիության կենսունակությանը, եւ ՆԱՏՕ-ի կենսունակությանը, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում Մյունխենում անվտանգության համաժողովն է եւ ես ներկայ եմ լինելու շատ հետաքրքիր է հասկանալ թե Միացյալ Նահանգների փոխնախագահը, որը այնտեղ բանախոսելու է, ինչ հայտարարություններ կանի ՆԱՏՕ-ի ապագայի վերաբերյալ, Գրենլանդիայի վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ այսպես Միացյալ Նահանգները միանձնյա իրեն իրավունք է վերապահում եւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները միայն կարող է իրեն թույլ տալ այդպիսի վարք։ Ուրեմն ուղղակի ջախջախել միջազգային իրավունք կոչվածը։ Բայց եկեք հիշենք, ով է սրա սկիզբը դրել։ 2022 թվականի փետրվարի 24-ին ընդհանրապես թքած ունենալով միջազգային իրավունքի վրա ներխուժում է տեղի ունեցել սուվերեն տարածք հղում անելով պատմական ինչ-որ քարտեզների նախկինում ռուսական կայսրության սահմաններին եւ այլն եւ այլն։ Եվ մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, որը ոչ մի կերպ չի ձգտում համաձայնության հասնել Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ուկրաինայի հետ, հիմա այնպիսի հարվածների տակ է իր շահերը Վենեսուելայում, Կուբայում, Իրանում, Սիրիայում, որ մի քանի անգամ ավելի շատ կմտածի հետագա գործողությունների համար։ Ավելի նույն Գրենլանդիան, այդտեղ չինական գործոն կա, այդտեղ քրիտիկական մետաղների, հանքանյութերի հարց կա, եթե գիտեք, այդտեղ ահռելի չարցունահանված ուրեմն մետաղներ կան, որոնք Միացյալ Նահանգների համար ունեն քրիտիկական նշանակություն։ Եվ Միացյալ Նահանգները առաջնորդվում է հենց ուրեմն նաև իր քաղաքականությունը կառուցում է իր շահի եւ իր առաջնահերթ օրակարգերի տրամաբանությամբ եւ իդեպ նաեւ մեծ է տեղի ունեցած այդ համաձայնությունները մեծապես պայմանավորված են այդ շահերով եւ չափազանց կարեւոր է որպեսզի մեր շահերը եւ Միացյալ Նահանգների շահերը հնարավորինս համադրելի լինեն։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դրանք ուրեմն չեն հակասում իրար։ Եվ այո, Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ կան հարաբերություններ, դրանց միջև որոշակի լարվածություն է ստեղծվել, բայց ես կարծում եմ, որ եւ Եվրամիության հետ մեր հարաբերությունները չափազանց կարեւոր են, որովհետեւ այս ամենից Եվրամիությունը փորձում է ուժեղացած դուրս գալ։ Եվ Միացյալ Նահանգների հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն։ Սա էլ կարեւոր է, որպեսզի մենք ուրեմն պահպանենք։ Եվ առաջիկայում շատ կարևոր ընտրություններ են Միացյալ Նահանգներում, նոյեմբերին միջանկյալ ընտրություններ են, որի արդյունքները հիմա էլ կարող ենք հստակ կանխատեսել եւ կոնգրեսը եւ սենատը անցնելու են դեմոկրատներին։ Չափազանց լավ հարաբերություններ ենք մենք ավանդաբար ունեցել դեմոկրատների հետ։ Հիմա լավ հարաբերություններ ունենք հանրապետականների հետ։ Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք այս երկկուսակցական
վերջապես համակարգերի հետ, այս երկկուսակցական իշխանությունների հետ կարողանանք ուրեմն լավագույնս աշխատել եւ անկախ նրանից թե ով կլինի 2028 թվականին Միացյալ Նահանգների նոր նախագահը, մենք պատրաստ լինենք ուրեմն շարունակել համագործակցել։ Պարոն Բաբաջանյան, կա մեկ սկզբունքային հարց, ձեր խոսքերի համատեքստում եմ ասում, ենթադրենք, որ իրոք միջանկյալ ընտրությունները կավարտվեն նրանով, որ կոնգրեսը կանցնի դեմոկրատներին։ Ենթադրենք, որ հաջորդ նախագահական ընտրություններին Թրամփի թիմը հանրապետականները պարտություն կկրեն, նախագահը կդառնա դեմոկրատ։ Գլոբալ ամերիկյան քաղաքականությունը կփոփոխվի։ Այո, Թրամփից հետո կփոխվի, բայց վստահ մի եղեք, ոչ որ Թրամփը ենթադրենք, որտեղ դեռ վստահ չեմ, որ Թրամփը չի առաջադրվելու երրորդ անգամ եւ վստահ չեն նաեւ ամերիկացի շատ ու շատ փորձագետներ, նաեւ Կալիֆոռնիայի նահանգապետներ նախորդին հենց այդ մասին հայտարարում, որ ինքը դեռ կասկածներ ունի, որ Թրամփը կուզենա հեռանալ, բայց ես ասեմ, որ դեմոկրատները լրջագույն ճգնաժամի մեջ են եւ չունեն օրինակ պես ընդգծված խարիզմատիկ առաջնորդ, ով կարող է օրինակ J.D. Vance-ին կամ Marco Rubio-ին ձեռնոց նետել։ Իսկ ես ձեզ ասեմ, որ այս պահին նախընտրական կամպանիա է գնում եւ առաջիկայում ապրիլ ամսին կարծեմ հայ համայնքից Միացյալ Նահանգների մոտավորապես 25 հոգի հրավիրվել է Սպիտակ տուն Marco Rubio J.D. Vance հանդիպման համար առաջիկա ընտրություններում ուրեմն նրանց աջակցությունը ստանալու համար։ Ուզում ասեմ, այսօրվանից նրանք արդեն պատրաստվում են ընտրություններին, մինչդեռ դեմոկրատների մոտ բավական լուրջ խնդիր կա։ Մենք պիտի բոլոր սցենարներին պատրաստ լինենք եւ պետությունը հենց դրա համար է, որպեսզի մենք կարողանանք առավել վատթար սցենարներին մշտապես պատրաստ լինենք, որպեսզի կարողանանք հնարավորինս անկորուստ մեր երկիրը հասցնենք խաղաղ նավահանգիստ։ Պարոն Բաբաջանյան, իրանական ճգնաժամի երկու լավագույն Հայաստանի համար եւ վատթարագույն Հայաստանի համար սցենար կասեք, որտեղ սցենարները իրականում տասնյակներով են։ Շատ սցենարներ են, բայց դրա համար եմ ասում երկուսը։ Այստեղ ես նաեւ քաղաքական ուժ եմ ներկայացնում, որ առաջիկայում ընտրություններին պիտի մասնակցի եւ մենք մեր պատասխանատվությունն ենք հասկանում, մենք չենք կարող այսպես տեսական քննարկել ինչ որ սցենարներ, որոնք կարող են մեզ համար նաև խնդիրներ ստեղծել։ Լավ, ինչ սցենարներին պետք է պատրաստ լինենք այդ դեպքում։ Կարող ենք եւ պետք է կարծում եմ մշտապես աջակցենք իրանական ժողովրդի ընտրությունը։ Որևէ ընտրություն, որի թիկունքում կլինի Իրանի ժողովրդի համակրանքը, աջակցությունը, ես կարծում եմ Հայաստանի համար դա պիտի լինի ուղենիշ եւ սկզբունք։ Իսկ այդտեղ ես կարծում եմ ոչ պետք է ողջևորվել այն զարգացումներով, որ այս պահին տեղի են ունենում, որովհետև մենք շատ իրարամերժ նաև տեղեկություններ են ստացվում ցուցարարների կողմից իրագործվող ուրեմն գործողությունների վերաբերյալ եւ նաև պետք չի ողջևորվել իշխանությունների այսպես գործողություններից ինձ համար նաև տարօրինակ է որ մեր ակադեմիական շրջանակները այսպես միակողմանի քարոզություն են տանում որ գործող կարգը Հայաստանի համար ձեռնտու է Հայաստանի համար ձեռնտու է այն ռեժիմը որը եւ այն իշխանությունը որը կձևավորի եւ կպաշտպանի եւ կաջակցի Իրանի ժողովուրդը Հայաստանը պիտի պաշտոնապես լինի այն իշխանության կողքին այն իշխանությունը պիտի աջակցի որին աջակցում է Իրանի ժողովուրդը Այս փլուզվող աշխարհակարգը, որը ըստ ձեզ քանդում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի չքանդեն ուրիշները, վերջում ձևավորվելու է բազմաբևեռ աշխարհ, ինչպես շատ են ասում այդ մասին, թե այնուամենայնիվ աշխարհը լինելու է երկբևեռ, մեկ հեգեմոն, մեկ գործող հեգեմոնի առկայությամբ։ Դե հիմա հիշում եք Պուտինը շաբաթներ առաջ այդ իր տարեկան ասուլիսի ժամանակ տենց բարդ խոսում էր, որ իրենց հաջողվել է երկբևեռ աշխարհակարգ հաստատել Վենեսուելայի օրինակը ցույց տվեց, որ այդպիսի աշխարհակարգ գոյություն չունի եւ Միացյալ Նահանգները միանձնյա է որոշում պետությունների ճակատագիրը, եթե այդ պետությունները չեն առնվազն
համաձայնում կանոններով շարժվել, ամերիկյան կանոններով, Ամերիկայի համար, Միացյալ Նահանգների համար ընդունելի կանոններով։ Տեսեք, Մադուրոյի վերաբերյալ հայտարարություններ արվեցին, որ նրան առաջարկվել է Թուրքիա մեկնել, մինչև հայտնի իրադարձությունները։ Մինչդեռ ինչով էր զբաղված Մադուրոն, ասում էր Թրամփ, եթե տղամարդ ես, արի ինձ տար, արի ինձ առևանգի, ես պատրաստ եմ մինչև վերջ կռիվ տալ, հիշում եք այդ զառանցանքները։ Հիմա որտեղ է Մադուրոն։ Եվ ում վրա էր Մադուրոյի հույսը։ Գիտեք, չէ, նրան առևանգելու Միացյալ Նահանգների այդ ուժային գործողությունից մի քանի ժամ առաջ Չինաստանի պետական պատվիրակությունն էր Վենեսուելայում, նրանք խոսում էին Մադուրոյի անվտանգության մասին։ Եվ ամերիկացիները Մադուրոյին տեղափոխեցին Նյու Յորք, չինացիները դեռ Վենեսուելայից չէին էլ մեկնել։ Այ սա է այդ երկբևեռ, չգիտեմ, բազմաբևեռ աշխարհակարգի վերաբերյալ տեղի ունեցող ուրեմն իրողությունների արձանագրումը։ Հետևաբար Միացյալ Նահանգները իհարկե ցույց է տալիս, որ շարունակում է ահռելի հետախուզական, տեխնոլոգիական, պաշտպանական, մարտունակ ուրեմն կարողություններ ունենալ, իսկ հայտարարությունը, որ մյուս տարի կես տրիլիոնով ավելացվելու է պաշտպանական բյուջեն, դա ասեմ, որ ամբողջ կարողությունները այլևս տիեզերքում են կուտակվելու ռազմական ահռելի ենթակառուցվածքներով, դրան հասնելը ուրեմն շատ դժվար եւ անիրագործելի կլինի, եւ այս իմաստով կարծում եմ, որ այն կարեւորությունը, որ Հայաստանը ստացել է ռազմավարական գործընկերությամբ Միացյալ Նահանգների հետ եւ հատկապես Միացյալ Նահանգների այս տարածաշրջանում միջանցքի վերաբերյալ նրանց աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերով պայմանավորված, մենք պիտի դա ժամ առաջ կարողանանք կապիտալիզացնել, դրանից կարողանանք այս պատուհանից օգտվել եւ խաղաղության այս հնարավորությունը օգտագործել ներսից ուժ կուտակելու, ոտքի կանգնելու, ամրանալու, պաշտպանունակ եւ մարտունակ բանակ ստեղծելու, այն տեխնոլոգիական հասանելիությունները, որ Միացյալ Նահանգները մեզ հիմա տալիս է, դրանք կարողանանք հնարավորինս արագ բերել եւ մեր կարիքների համար եւ պաշտպանության, եւ տնտեսական զարգացման, եւ տեխնոլոգիական առաջընթացի համար ծառայեցնել եւ սա դարձնել մեզ համար կենսունակության, մեր պետության հարատեվության իրական ուրեմն հնարավորություն դարձնենք։ Սա է ճանապարհը Հայաստանի համար բացառիկ հնարավորություններ են առաջ եկել, ես շաբաթներ առաջ տեղեկացրի, որ փետրվարին սպասվում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան եւ անպատկերացնելի արագությամբ են գործում ամերիկացիները տրիպի ուղղությամբ։ Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը շատ ինտենսիվ աշխատում են այս ուղղությամբ եւ Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը նշանավորելու է իր կարեւորությամբ, այդպիսի այց երբեք չի եղել Հայաստան եւ պետք է ասել, որ ամենաբարձր պաշտոնյան, որ Հայաստան երբևէ այցելել է, դա պետքարտուղարն է եղել։ Հիմա մենք ունենք ուրեմն այսպիսի հնարավորություն, որի նպատակը ուրեմն տրիպի հիմնարկեքն է եւ տրիպի վերաբերյալ եւ հայ-ամերիկյան կոնսորցիումի ստորագրումն է տեղի ունենալու եւ դա ուղղակի ցույց է տալու, թե որքան արագ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարողանում են առաջ տանել օգոստոսի 8-ի համաձայնությունները, օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Պարոն Բաբաջյան, իսկ նորություններ կան, որևէ նոր իրողություններ կապված Firebird-ի նախագծի հետ։ Ասեմ, որ Հրազդանում ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում, նախագիծը Հրազդանում է իրականացվելու, ես հանդիպել եմ նաև վերջերս 2 օր առաջ եմ վերադարձել Միացյալ Նահանգներից, հանդիպել եմ մի շարք ազդեցիկ հայկական շրջանակների հետ, ովքեր ֆինանսապես պատրաստվում են մեծ ներդրումներ անել Firebird-ի այդ նախագծում, մտքում ունենալով Միացյալ Նահանգների երաշխիքը, որը
որը դրանց ավելի հանգիստ ներդրումներ անելու այսպես հնարավորություն է տալիս, չափազանց կարևորում եմ, որ սփյուռքահայ մեր հայրենակիցները օգտվեն այս կարևոր հնարավորությունից, ոչ միայն ներդրում անեն Հայաստանում, որտեղ Հայաստանը իրենց հայրենիքն է, այլ Հայաստանում ներդրումը նաև շահավետ լինի եւ նրանք կարողանան իրենց համար օրինակ կարճաժամկետ, միջնաժամկետ եկամուտներ ապահովել։ Ու սա այս իմաստով ես կարծում եմ, որ օգոստոսի 8-ը ոչ միայն հայաստանյան օրակարգ է, դա համահայկական օրակարգ է եւ շատ պիտի ուզեի, որպեսզի Հայաստանի իշխանությունները այստեղ պատշաճ կերպով աշխատեին Սփյուռքի մեր հայրենակիցների հետ Հայաստանով հետաքրված մեր գործարար շրջանակների հետ եւ նրանց պատշաճ կերպով մասնակից դարձնեին այն բոլոր տնտեսական ծրագրերում, որոնք միայն Firebird-ին չեն վերաբերում, միայն Nvidia-ին չեն վերաբերում, այլև Trip-ի եւ Trip-ին ուղեկցող այն ամբողջ ենթակառուցվածքները, որ Հայաստանի հարավում է սկսելու կառուցվել եւ կահավորվել եւ որոնք ոչ պակաս Հայաստանի համար անվտանգային եւ տնտեսական եւ տեխնոլոգիական հեռանկարներ են բացում այդ երկաթուղին այն ճանապարհները որոնցից մեկը անցնելու է դեպի մերձավոր արևելք, մյուսը գնալու է դեպի Եվրոպա, դրանք բոլորը ահռելի հնարավորությունների դուռ ու պատուհան են Հայաստանի համար եւ դա չի կարող բացառապես հայաստանցիներին վերաբերել, դա վերաբերում է համայն հայությանը, բոլորին ում համար Հայաստանը թանկ է, ում համար կարևոր է, որպեսզի մենք 2020 թվականից հետո ստացած այս վերքերը, այս ցավը կարողանանք հաղթահարել եւ հաղթանակած դուրս գալ։ Պարոն Բաբաջանյան, հուսամ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կունենաք էլ ավելի լավ նորություններ եւ կանխատեսումներ մեզ եւ մեր հեռուստադիտողների համար։ Շնորհակալություն ձեզ։ Մեր հյուրներ Հանուն Հանրապետություն կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, այսպեսին էին այսօրվա մանրամասները, ես Դավիթ Ստեփանյանն եմ, կհանդիպենք։